Հարկ եւ պարապանություն կմատուցանենք մեր Սուրբ Աստծուն այսօր այս դեղեն որմեզի հոսպերա որբեսի փառավորենք իր Սուրբ անունը։ Վիրսկսիմ գարտալ Սամոս 8-րդ գլուխ առաջին համարեն, որ հետեւյալը գարցնակրե. Ով դեր մեր դերը, ինչ փառավոր է քո անունը բոլոր երկրի վրա։ Հիմա մենք դեղ մնենք, որ երկիրը կտեսնենք ցած դեղերը, բարձր դեղերը, հսկա ժողովուրդները ստեղծեց եւ ծառերը եւ շենքերը եւ ժողովուրդները, երկիրը որ ինքը ստեղծեց եւ այս ժողովուն մեջտեղը դրավ այս ցամաքը որ ժողովուրդը կրնա տեսնել իր ստեղծագործությունը, այս Երանի կարողանան ճանչնալ այն Աստվածը, որը ստեղծեց այս ափը, դեր օրդներ հրաշավար կորձը, որ քո փառքը երկիներեն վեր դրիր, ման ցուգատնգեր դայոց բեռնով քովություն գդարեցիր քո տշնամիներոտ համար, որբեսի տշնամին ու վրեժ խնդիրը լրացնես։ Այս մանուկները գատնգեր դղակը, որոնք են Հիսուս խոսեցավ այս մանր դղակներու մասին Մատթեոս ավետարանին 19-րդ գլխուն 10-րդ համարեն պիտի գարտամ։ Այն ադեն մանր դղակ բերվեցան իրեն, որբեսի անոնց վրա ցերկ տնե եւ աղոտ կնե։ Իսկ աշակերտները կհանդիմանեին զանոնք։ Հիսուսը ասավ. «Թողեք այդ մանր դղոցը եւ մի արգելեք ադոնց ինձ կալեն, վասնզի երկինքի տակավորությունը այդպեսիներուն է, անոնց վրա ցերկ տնելով հետո կնած անգե»։ Ուրեմն հոսքը տեսնենք, որ Հիսուս ինչ ասավ այս մանր դղակներուն մասին։ Այս մանր դղոց վրան ցերկ ծրավ, այս մանր դղակը որ գաղութեն Աստված գլսե եւ հաղթական կհանե իրենց կյանքը այս աշխարհի վրա։ Խորհուրդային է մանր դղակներուն փեռնեն, երևակայեցեք եթե դուք զավակ մոնիկ 4 տարեկան, 5 տարեկան, 10 տարեկան, 12 տարեկան եւ որ կնստին եւ գաղոտ կնեն, դուք կխորիկ որ անոնց աղոթքը չլսվիր, Հիսուսոս արցանակրեց։ Անոնք են որ պիտի երկնային տակավորությունը ժառանգեն, որովհետև անոնք անմեղ սրտով 100% վստահելով գաղութեն այն Աստծո, որ երկինքի եւ երկիրը ստեղծեց։ Հիսուս խոսեցավ այս մեկը Սամոս 8-րդ գլխուն 2-րդ համարի մեջ։ Քովություն գդարեցիր քո տշնամներոտ համար։ Քովություն այսինքն զորություն եկավ, երկնային զորություն եկավ այդ մանուկներուն, աղոթներուն պատասխան եւ հաղթող եղան այս աշխարհի վրա իրենց կյանքի ընթացքին։ Երրորդ համար, երբ տեսնեմ երկինքը ու մադերուտ կորձը, լուսին ու աշխարհը, որոնք դու հաստատեցիր, մարդը ինչ է որ զանիգա կհիշես, կամ մարդու որդին որան օրայցելություն գնես, քիչ մվար իր զանիգա հրեշտակներեն, փառքով ու բադվով բսակեցիր զանիգա։ Հոսքը տեսնենք, որ Աստված մեզ փառքով բադվով բսակեց, երկնային հրեշտակներեն քիչ մբագասնելով մեզ, եւ հետեւյալը գսե քու ցերկեուտ կորզերոն վրա իշխան դրիր զանիգա, ամեն բան անոր ոտքին դակ դրիր, բոլոր ոչխարները, արճարները, նաեւ վայրենի անասունները, երկնքի տրչունները ու ծովուցուկերը եւ ինչ որ ծով ու ճամփաներու մեջ կբդդի, ով դեր մեր դերը, ինչ փառավոր է քո անունը բոլոր երկրի վրա։ Իսկ հիմա պիտի գարտամ այս փառքին մասին, որ գարցանակրե, քիչ մվարը իր զանիգա հրեշտակներեն, փառքով ու բադվով բսակեցիր զանիգա։ Աստված փառքով ու բադվով բսակեց մեզ բոլորս, անոնք որոնք հավատան Հիսուս Քրիստոսի։ Բայց հոս հատված մգա ավետարանս Մատթեոսի 4-րդ գլխուն 8-րդ համարեն պիտի գարտամ։ Եվ նայեցեք սդախոսը ինչ կարծանակրե հոս։ Սատանան նորեն արավ հանեց զանիգա խիստ բարձր լերամը վրա եւ ցուցուց անոր աշխարհի բոլոր թակավորությունը ու անոր փառքը։ Ուրեմն հոսքը տեսնենք Սատանան բարձր դեղը գհանե փորձության համար Հիսուս Քրիստոսը եւ աշխարհի բոլոր թակավորությունները ցույց կտա եւ անոնց փառքը ցույց կտա։ Երևակայեցեք այն փառքը, որ Աստված մեզի շնորհած է, որ այս աշխարհի վրա ունենանք, Սատանան զանիգա խլեց մեր ցերկեն եւ հիմա գուզե ծախել Հիսուս Քրիստոսի որբեսի անիգա ունենա փառքը եւ նայեցեք պատասխանը։ Ու սավանոր, ասոնք ամենը քեզի պիտի դամ, եթե ինաս ինձ երկրբակություն ունես, ով որոնք խոսի։ Սատանան խոսի Հիսուս Քրիստոսի, ինքը ինչ փառք ունի որ գրնա Հիսուսի Քրիստոսի դալ։ Այն փառքը որ երկնային փառքն էր եւ մեզ իր շտակներեն քիչ մցած դրավ եւ այդ բոլոր փառքը այս աշխարհի վրա մեզի շնորհեց եւ այս անձնավորությունը ինքն իրեն կհամարե որ ինքը իրեն է այդ փառքը
եւ անի մի փոխանցե ստեղծող Աստծուն, որ մեզի շնորհեց այն парքը։ Եվ Հիսուս կպատասխանի ու գսե. այն ադեն Հիսուսը սավանոր, յետիս կնա սատանա, վասնզի կրված է թե կուդեր Աստծուց երկրպագություն ունես եւ միայն զանիգա բաշտես։ Ինչ կնշանակե երկրպագություն ես եւ զանիգա բաշտես։ Պիտի երկրպագես եւ պիտի հնազանդիս իրեն։ Ոչ թե որ թուն ստախոսությունով գուսես ինձի парք մտալ, որ ես ադիգա իմ ժողովրդիս, իմ երկինքի եւ երկիրը ստեղծող Աստվածը, որ ես տված եմ իմ ժողովրդիս, որ ստեղծած եմ այդ աշխարհի վրա տնելով։ Անոնց այդ парքը եւ ահա Հիսուս կպատասխանի եւ գսե այսօր. Այդպես կնա սատանա, վասնզի կրված է թե կուդեր Աստծուց երկրպագություն ունես ու միայն զանիգա բաշտես։ Նայեցեք ինչ կպատահի Հիսուսը այս խոսքեն յետ, այն ադեն սատանան զանիգա թողուց եւ ռեշտակները եկան ու անոր սպասավորություն գնեին։ Այս ռեշտակները, որ Աստված մեզի քիչ մցածրավ այս ռեշտակներեն, եկան եւ իրեն երկրպագություններին ու ծառայեցին։ Այս Քրիստոսը, այս Աստվածը այսօր մեզի սելիկ մունի։ Մի քանի օրեր առաջ այսօր երբ որ վարը փողոցն էի, մարդիկ կկարոզեին եւ խնդրեցին ինձ որ ես ալ կարոզեմ դերոջ խոսքը մի քանի վարյաններ եւ կարոզեցի անկլերենով մի քանի վարյաններ ու երկեցի իրենց որ այն Աստվածը որ այս կղզին դրավ ինքն է ղեկավարը մենք ամեն այս իր ստեղծագործությունը կգործածենք մեր կյանքին ապրուստին համար եւ մեր ուրախության համար բայց պետք է ճանչտանգսի այն Աստվածը որ այս մեկը մեզի շնորհած է երկնային թակավորը խաղաղությունով ծեր սրտերը թողլեցնե ճշմարտության հոգիով թող առաջնորդե եւ նաեւ մեր Տերանը թող բանա զինքը փառավորելու ամեն օր այս աշխարհի վրա մինչեւ երկրորդ կալուստա դերը դա օրտնեցես բոլորը եւ նաեւ ողորմե մեզ մեկուն եւ անոնք որոնք դակավին այս Քրիստոսը չեն ճանչնար այս Աստվածը չեն ճանչնար կխնդրեմ ցեզ մե երկրպագեցեք այն Աստծուն որ երկինք ու երկիրը ստեղծեց եւ ցեզի իշխանություն տվավ փակ տվավ այդ բոլորը ստեղծագործության վրա որբեսի ղեկավարը դառնաք Քուցերկերոտ կորզերոն վրա իշխան թրի զանիգա որոնք են մենք են այդ իշխանները ամեն բանանոն ոտքին դակ դրիր բոլոր ոչխարները արջարները նաեւ վայրենյան ասունները երկնքի տրճուններ ու զովուցուգերը եւ ինչ որ զովու ճամփաներու մեջ կգտնվի վերջին համար հետեւյալն է ով դեր մեր դեր ինչ փառավոր է քո անունդ բոլոր երկրի վրա փառավորենք մեր դերը այս գեղեցիկ ծովում որ գտեսնենք եւ երկրպագենք անոր հզոր ցերկերուն կորձերը ու սպասենք անոր երկրորդ կալուստը դերը օրտնեցես եւ բայեցես մինչեւ հաջորդ հանդիպում